Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic Game-ի տաղավարում կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանն է, բարև ձեզ, շնորհակալություն այսօր Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այսօր Հայաստանում շատ հետաքրքիր զարգացումներ եղան, Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նախորդին նաեւ Ադրբեջանում էր, այնտեղ եւս ուշագրավ հայտարարություններ եղան, ընդհանուր առմամբ ինչպես եք դիտարկում այս այցը ընտրություններից հետո նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերադասավորումների ֆոնին։ Ընտրություններից առաջ կարծում եմ հատկապես մինչ այն առևտրային սանկցիաները, որ տեսանք Ռուսաստանի կողմից, ես չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը կարող էր պատկերացնել, որ մենք կարող ենք առանց մաքսատուրքերի Եվրոպական միության հետ առևտրային գոտի մտնել կամ սկսել առևտուր անել, բայց այսօր Տիկին ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ինքնավար առևտրային միջոցներ ռեժիմով Հայաստանի Հանրապետության հետ սկսելու են առևտուր անել, ինչը նշանակում է, որ առնվազն Հայաստանի Հանրապետության արտադրողների 80%-ը կամ բիզնեսների 80%-ը հասանելիություն է ստանալու 400 միլիոնանոց Եվրամիության շուկային։ Հայաստանի Հանրապետության համար, որը որ ԵԱՏՄ անդամ պետություն է, կարծում եմ նման զարգացումները խիստ անհավանական էին թվում դեռ առնվազն 2-3 շաբաթ առաջ, բայց ինչպես տեսնում ենք Ռուսաստանի օգնությամբ նրա կացնային քաղաքականության հետևանքում այսօր նմանատիպ հնարավորություն ընձեռվեց մեզ Եվրամիության կողմից։ Հիշեցնեմ, որ առժամանակ առաջ, երբ Եվրոասոցիացիան պայմանագրերն էին ստորագրում Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, նմանատիպ իրավիճակի բախվեց Մոլդովան, երբ մոլդովական գինիների մուտքը ռուսական շուկա արգելվեց, եւ այստեղ նույնպես բավականին արագ արձագանք եղավ Եվրամիության կողմից եւ Եվրամիության շուկան առանց ստանդարտների եւ այլների այսպես մոտ արկման բացվեց մոլդովական գինիների համար, ինչը հնարավորություն տվեց Մոլդովայի տնտեսությանը շնչել, այսինքն կոլապսի առաջ չկանգնել գոնե առնվազն արտադրողների այդ հատվածին, բայց միևնույն ժամանակ սա այնքանով է աննախադեպ, որ նմանատիպ ռեժիմով առասարակ չեն աշխատել որևիցե պետության հետ, որը չի հանդիսանում Եվրոասոցիացիան իբրև անդամ կամ Եվրոպական միության անդամակցելու դիմում ներկայացրած պետություն եւ այլն Էլ չասեմ, որ ԵԱՏՄ անդամ պետության համար կամ նկատմամբ նմանատիպ ռեժիմով աշխատանքը իսկապես աննախադեպ եմ համարում, այնպես որ ասել, որ դրական է այս բոլոր զարգացումները, հավասար է, որ ոչինչ չասել։ Մեզ շատ հաճախ ասում էին, որ եթե դուք Ռուսաստանից ձեռ քաշեք, ոչ մեկ ձեզ տեր չի կանգնի։ Այսօր Տիկին ֆոն դեր Լայենը Հայաստանում ասաց, որ եկել է այստեղ ասելու, որ մենք կարող ենք հույս դնել Եվրամիության վրա, իսկապես կարծում եք, որ Եվրամիությունը կկարողանա լրացնել այն բացերը, որ տարիներ շարունակ եղել են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում, որտեղ մեզ չեն տվել են ամենը, ինչ որ գոնե նախատեսված էր այդ պայմանագրերով։ Եթե հիշում եք 2021 թվականին, 22 թվականին, երբ մենք հայտարարեցինք, որ սառեցնում ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, նմանատիպ գնահատականներ էին հնչում տարբեր ուղղություններից, որ մենք կկործանվենք, եթե ՀԱՊԿ-ի հետ չհամագործակցենք, մեզ որևէ մեկը զենք չի վաճառելու, մեզ կհաղթեն, մեզ կուլ կտան եւ այլն, բայց ինչպես տեսանք, ճիշտ հակառակը տեղի ունեցավ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման հետևանքում մենք հասանելիություն ստացանք մի շարք այլ շուկաների եւ շուկաներից բացի նաեւ հասանելիություն ստացանք մի շարք այլ տարատեսակ այսպես զենք զինամթերքի, որ մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը առասարակ հնարավորություն չէր ունեցել ունենալու, ինչը եւ մեզ հնարավորություն տվեց Ռուսաստանից կրիտիկական կախվածությունը պաշտպանական համակարգում իջեցնելու 10-15%-ի, պահից դրությամբ 10-ից 15% է գնահատվում, եթե չեմ սխալվում։ Հիմա փաստացի Ռուսաստանը երևի այս իրավիճակային զարգացումներից իր դասը չի սովորել եւ կարծես թե մեզ իր իսկ կամքով այսպես նետում է Եվրամիության գիրկը, մոտավորապես նույն կացնային մեթոդներով առաջնորդվելով եւ այս նույն մոտեցումներով փորձելով Հայաստանի Հանրապետությանը տնտեսական կոլապսի առաջ կանգնացնել, արդյունքում Եվրամիությունը եկավ օգնության, մեր արչև բացելով 450 միլիոն բնակիչ ունեցող Եվրամիության շուկան։ Հայաստանը փոքր երկիր է, կարծում եմ, որ այս իմաստով առասարակ խնդիր չենք ունենալու արտադրողների իհարկե այսպես դիտանկյունից, եթե հատկապես ընդհանրացած նույն այդ արտադրողները կարողանան արագացված ռեժիմով մոտարկեն իրենց ստանդարտները Եվրամիության ստանդարտներին, հետագայում առասարակ նույն Ռուսաստանը
Ռուսաստանից մեր կախվածությունը ելի կարծում եմ այսօրվա բավականին բարձր տոկոսից կիջնի նույն 10-15%-ին, ինչը նույն դիվերսիֆիկացիայի քաղաքականության համատեքստում այս հնարավորություն կտա ելի բազմազանեցնել եւ կրիտիկական կախվածությունը այս մի ուղղությամբ եւս իջեցնել մինիմումի։ Այն ինչու դա հիմա հնարավոր դարձավ, օրինակ այսօր վարչապետը խոսել էր 2013-ի մասին, երբ Հայաստանը մեկ գիշերում դարձավ Մաքսային միության անդամ, հրաժարվեց ասոցիացիան պայմանագրի ստորագրումից, հետագա միատմա անդամ։ Հիմա Հայաստանը քայլ առ քայլ իր կախվածությունը նվազեցնում է Ռուսաստանից։ Այդ տարիներ շարունակ Ռուսաստանը ունեցել է ազդեցության բազմաթիվ գործոններ, գազի գինը կթանկացնել, տնտեսական այլ պատժամիջոցներ, Ղարաբաղի հարցը, որ ամենակարևորն էր, հիմա այդ ազդեցության լծակը փաստորեն չկա Ռուսաստանի ձեռքում։ Հիմա ինչու է ստացվում Հայաստանի մոտ ձեր կարծիքով։ Որովհետև ինչպես նշեցիք, այն լծակները, որոնք նախկինում Ռուսաստանի Դաշնությունը ուներ, հերթով ինքը իր իսկ ձեռքով կարծես թե վերացում է կամ առնվազն իր կացնային քաղաքականությամբ մեզ ստիպում է, որպեսզի մենք վերանայենք մեր մոտեցումը եւ մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ Ռուսաստանակենտրոն տարատեսակ կառույցների հետ, նույն ՀԱՊԿ, այսօր նույն ԵԱՏՄ-ն եւ այլն եւ այլն։ Եթե տեսեք, եթե 2013 թվականին մենք ճունեինք այն հենքը, որ մեզ թույլ կտար պարզապես այդ շանտաժին չտրվել եւ շարունակել Եվրոասոցիացիան ճանապարհով ընթանալ, խոսքը իհարկե Ղարաբաղյան խնդրի մասին է, այսինքն եթե անվտանգային լուրջ խնդիր ունեինք այն ժամանակ, այսօր մենք չունենք այդ նույն խնդիրը, այսինքն այն մահակը, որ մեր գլխին կախված էր, պատերազմի մահակը, անվտանգային այդ լուրջ լծակը Ռուսաստանի կողմից այլևս գոյություն չունի։ Հիմա այսօր Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի նա զրկվի նաև այն տնտեսական մահակից, որը ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իր սանկցիաներով, իր մոտեցումներով եւ այլն եւ այլն։ Փաստացի սա նաև կարող է ստիպել, որպեսզի կոմֆորտի զոնայից դուրս գան մի շարք արտադրողներ, ովքեր այսօր ինչպես նաև կառավարության մի շարք ներկայացուցիչներ իրենց հարցազրույցներում նաև նշում էին, որպեսզի իրենք նույնպես վերանայեն իրենց մոտեցումները առասարակ արտահանման համատեքստում եւ մոտարկումների միջոցով գան եվրոպական ստանդարտներին ավելի մոտ, ինչը նրանց առջև բազում հնարավորություններ կբացի։ Ես հասկանում եմ, որ սա լինելու է ծախսատար ամենատարբեր արտադրողների համար, բայց միևնույն ժամանակ սա կարծում եմ բավականին լուրջ եւ մեծ հնարավորությունների դաշտ է բացում մեր արտադրողների համար։ Կրկին էլի համեմատելով նույն ՀԱՊԿ իրավիճակի հետ, այսօրվա իրավիճակը, այն ժամանակ էլ մենք գրեթե պատային իրավիճակում էինք, Ռուսաստանի Դաշնությունը մեզ զենք չէր վաճառում այն զենքը, որի համար մենք վճարել էինք, միևնույն ժամանակ մենք Ադրբեջանի հետ բավականին լուրջ առճակատման իրավիճակում էինք գտնվում եւ 22-ի դեպքերը կհիշեք, 23-ի դեպքերը կհիշեք, ՀԱՊԿ միաժամանակ հրաժարվում էր ճանաչել մեր սահմանները, ասում էր, որ մեր սահմանների տեղը չգիտի, զենքը չէին տալի, այնպես որ պատային իրավիճակ էր։ Հիմա էլ մոտավորապես նմանատիպ իրավիճակ են փորձել ստեղծել, բայց տնտեսական համատեքստում։ Հիմա այս իրավիճակից Եվրամիությունը, որը հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերությունները զարգացնելուն, փաստացի օգնության եկավ, օգնելով, որպեսզի մենք կարողանանք տնտեսության այսպես կրիտիկական, ճգնաժամային իրավիճակից արագ դուրս գանք։ Հնարավորություն ստեղծելով առնվազն։ Հայաստան հաճախ են համեմատում Ուկրաինայի, Մոլդովայի հետ, այսօր Տիկին ֆոն դեր Լայնը նաև խոսեց այդ մասին, որ իրենք ունեն կուտակված փորձ, թե ինչպես է Ռուսաստանը ինչ վերաբերմունք է ունեցել Ուկրաինայի նկատմամբ, Մոլդովայի նկատմամբ, անցել ենք դրա միջով ասած, եւ Հայաստանի դեպքում արդեն որոշակի կարծես քայլեր են մշակել, այստեղ փորձագետների խումբ է նաև ժամանելու սպասվում այս ամսվա կեսերին։ Հայաստանի համեմատականները Մոլդովայի, Ուկրաինայի հետ ինչ դիտարկումներ ունեք սրա շուրջ, ինչ նմանություններ մենք ունենք։ Գինիների մասին առնվազն կարծում եմ խոսեցի, էլի առևտրային մահակներից մեկն էր, որ կիրառվեց նույն Մոլդովայի նկատմամբ, նմանատիպ պատերազմների ականատես ենք եղել նաև նույն Վրաստանի հետ, այն ժամանակ ես հիշում եմ առնվազն, որ նույն ոգևորությամբ նրանք բորժոմիի մեջ էին գտել ինչ որ վնասակար նյութեր եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը անձամբ իր ելույթում արգելում էր բորժոմիի մուտքը Ռուսաստանի Դաշնություն, մի ամբողջ ատոմային կամ գերտերություն, հա, միջուկային գերտերության ղեկավար հանդես էր գալիս ելույթով, որտեղ խոսում էր բորժոմի վնասակար ազդեցության մասին եւ այդ իսկ պատճառով դրա արգելքի մասին։ Հիմա ունենք նմանատիպ իրավիճակ, այսինքն եւ Եվրամիությունը եւ կարծում եմ նաեւ մենք, ոչ միայն Եվրամիությունը, կարծում եմ ծանոթ ենք այն քայլերին կամ այն մոտեցումներին, որ Ռուսաստանը առասարակ նմանատիպ իրավիճակներում դրսևորել է իր տարատեսակ գործընկերների կամ հարևան պետությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով, քանի որ նրանք կրեատիվությամբ
այս իմաստով աչքի չեն ընկնում եւ մենք էինք ըստ իս պատրաստ այս սցենարները, որտեղ սրա մասին խոսակցություն կարծում եմ եղավ նաեւ ընտրություններից առաջ եւ նշում էին, որ տարբեր զարգացումների մասով ունենք տարբեր սցենարներ, թե ինչ գործողություններ են իրականացվելու, որպեսզի կարողանանք հաղթահարել այն խնդիրները, որոնք ստեղծվում են մեր ճանապարհին, քանի որ նրանք կրեատիվ չեն, մենք էլ այդ իսկ պատճառով ունենք հնարավորություն արդեն կանխատեսելիություն օգտագործելով Ռուսաստանի, պլանավորել թե մոտավորապես ինչ հաջորդականությամբ պետք է գործել այս իմաստով։ Այստեղ Ռուսաստանից չհաջողվեց իշխանություն փոխել ոչ Ուկրաինայում Զելենսկիին հեռացնելով, ոչ Մոլդովայում Սանդուն կարողացավ ընտրվել ընտրություններում եւ ոչ էլ Հայաստանում վերջին իրադարձությունների համատեքստում, ինչքան էլ միջնորդեց, ինչքան էլ այդ սանկցիաները կիրառվեցին, հիբրիդային միջամտությունների մասին հարձակումները նաեւ տարբեր պաշտոնյաներ անթակույց կերպով նաեւ խոսում էին։ Մեծ հաշվով Ռուսաստանը կորցնում է գրեթե բոլոր երկրներում, որոնք ավանդաբար եղել են իր ազդեցության ներքո, իր լծակները բոլոր։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը պարզապես չի համակերպվում նոր իրողությունների հետ։ Նրանք շարունակում են աշխարհին նայել դեռ 2000-ականների սկզբի կամ 1990-ականների առնվազն վերջի տրամաբանության մեջ։ Նրանք չեն ուզում առերեսվել այն հանգամանքի հետ, որ աշխարհում իրողություններ են փոխվել։ Հիմա արդեն պայմանավորված եւ ուկրաինական պատերազմով եւ Ռուսաստանի ազդեցության կորստով տարբեր ուղղություններով եւ մի շարք այլ գործոններով դրանք չունեն այն լծակները եւ հնարավորություններն են պոստսովետական տարածքում կամ ԱՊՀ տարածքում, թերևս ճիշտ կլինի ասել, որ ունեին առաջ։ Ավելին, նրանց կայսերապաշտական նկրտումները, որոնք ել ավելի ակտիվացել են վերջին տասնամյակի ընթացքում, նրանցից ել ավելի ետ են մղում մի շարք բարեկամական տրամադրված երկրների, պետությունների եւ այլն։ Հիմա եթե գանք ԵԱՏՄ պետությունների համատեքստին, տեսեք, ընդամենը սրանից օրեր առաջ նույն Կասիմ Ժոմարտ Տոկաևը գտնվում էր Եվրամիությունում, ստորագրեց մի շարք համաձայնագրեր Եվրամիության հետ, որոնցով ենթադրվում է, որ Ղազախստանը կտրամադրի Եվրամիությանը անհրաժեշտ հումքային տարատեսակ միջոցներ եւ դրա դիմաց կստանա բարձր տեխնոլոգիաներ։ Այսինքն Ղազախստանը նույնպես ճիշտ այն ճանապարհն է բռնել, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, լինելով ԱՊՀ անդամ պետություն, նա ընթանում է ճիշտ այն ճանապարհով, ինչ Հայաստանը, որովհետեւ Ղազախստանում էլ հասկացել են, որ այդ քրիտիկական կախվածությունները Ռուսաստանից, այնուամենայնիվ այսօրվա դրությամբ նրանց որևէ լավ տեղ չեն տանելու։ Ռուսաստանը հիմա իզոլացված իրավիճակում է համաշխարհային հանրությունից, համաշխարհային տնտեսությունից, բավականին լուրջ ֆինանսական բարդություններ ունեն հենց ներսում, որի մասին այսօր արդեն անթակույց խոսում են եւ նրանց տնտեսագետները, եւ նրանց իդեոլոգները, ինչպիսին Դուգինն է, նշում են, որ բավականին լուրջ խնդիրների առջև են կանգնած կոնվենցիոնալ մեթոդներով եւ մոտեցումներով այդ խնդիրները լուծել թերևս բավականին բարդ կլինի, ստիպված են խոստովանել, որ Ուկրաինային հաջողվել է այնուամենայնիվ խփել երևի ամենացավոտ կետերից մեկին Ռուսաստանի դեպքում, այդ իսկ պատճառով այսպես շարունակել ճիշտ նույն մոտեցումը եւ նույն քաղաքականությունները, օրինակ ժամանակին են բանեցրել, նույն այն պետությունների նկատմամբ, ովքեր մինչև վերջերս խիստ բարեկամաբար էին տրամադրված նրանց նկատմամբ, կարծում եմ հենց իրենց իսկ շահերին է իվնած, բայց նրանք շարունակում են դա համառորեն չտեսնել, չնկատել։ Պետք է դրանով Հայաստանին այսպես ասած, տեսեք, մեզ հնարավորություն են տվել։ Մեզ հնարավորություն են տալիս ի վերջո դուրս գալու այդ կախվածությունների, պարտավորությունների եւ այլների շրջանակից եւ դիվերսիֆիկացնելու ի վերջո ճիշտ է ստիպված ենք մենք դա անում, բայց այնուամենայնիվ եթե հաճախ ինչպես եւ մարդկանց դեպքում պետությունները երբ ստիպված չեն լինում, շատ հաճախ չեն գնում ավելի ցավոտ լուծումների, որոնք ենթադրում են այնուամենայնիվ ինչ որ ճգնաժամային ժամանակահատվածներ։ Հիմա սա պետք է իբրև հնարավորություն դիտարկել։ Սա հնարավորություն պետք է շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, որ նրանք շարունակում են իրանց ռեպրեսիաների, ճնշումների եւ այլների քաղաքականություն, որովհետեւ եթե նրանք նման քայլերով չշարժվեին առաջ, ապա դժվար թե Հայաստանում նմանատիպ վճռական քայլեր ձեռնարկեին, որոնք մեզ հնարավորություն կտային ի վերջո այդ քրիտիկական կախվածությունները բերել բալանսավորել ինչ որ մակարդակի վրա։ Այսօր նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայնի այցին ընդառաջ բողոքի ակցիա էր տեղի ունենում, բողոքում էին Հայաստանում իբրև թե արկա քաղբանտարկյալներից, բռնաճնշումներից եւ այլն, սա այն պրոռուսական ընդդիմությունն է, որը նաեւ վիճարկում է ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում։ Ինչ դիտարկումներ ունեք սրա շուրջ։
Քաղբանտարկյալ եզրույթ այնքան են չարչրկել, որ ես կարծում եմ շատերի համար այն կորցրել է իր իրական իմաստը։ Իսկ իրականում միջազգային հանրությունը առհասարակ ինչպես է հասկանում քաղբանտարկյալ եզրույթը։ Քաղբանտարկյալ ասելով ի նկատի չունենք մարդկանց, ովքեր այլ քաղաքական դաշտում են գտնվում եւ ձերբակալվել են ինչ-ինչ գործողությունների հետևանքում, որոնք իրավունքի հետ խնդիր ունեն, հա, կամ օրինականության հետ խնդիր ունեն։ Այս դեպքում այսպես քաղբանտարկյալ ասելով նշանակում է քաղաքական հայացքների համար հետապնդված կամ բանտարկված ինչ որ մի քաղաքական գործիչ։ Ես չեմ տեսնում այնտեղ մարդ, ով որ իր հայացքների համար է հետապնդվում։ Բոլոր այն անձինկում նկարները այստեղ պահում են, մեղադրվում են ինչ որ գործողություններում, մեկի դեպքում դա դավաճանություն է պետական, մյուսի դեպքում ռուսական գաղտնի ծառայություններին թե տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղորդումն է, թե ինչպես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որպեսզի նրանք անեն այնինչ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնությանը։ Երրորդի դեպքում ինչ որ կոռուպցիոն սխեմաներով տարատեսակ ինչ որ անօրինական գործարքներ կնքելու մասին է խոսքը, այսինքն մարդիկ են, ովքեր բոլորը մեղադրվում են ինչ որ զանցանքների հանցանքների մեջ այս դեպքում ոչ թե անգամ զանցանքների մեղավոր են նրանք արդյոք թե ոչ դատարանը կորոշի, բայց այս պահի դրությամբ այնպես չի որ նրանք դատարանում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար բնավ այնպես որ քաղբանտարկյալը այս մարդկանց որակելը առնվազն չգիտեմ նոնսենս է Նիկոլ Փաշինյան իսկապես լիներ բռնապետ ինչպես իրենք են ներկայացնում հակաժողովրդավար մեկը դավաճանած հեղափոխության եթե 37 թիվը լիներ նրանք հնարավորություն չէին ունենա առհասարակ փողոցում նմանատիպ ակցիաներ իրականացնել, որտեղ նրանց սիրելի Ռուսաստանի Դաշնությունում մարդկանց բանտարկում են անգամ միայն կալանավորում են միայն նրա համար, որ նրանք խաղաղություն եւ պատերազմ գրքով դուրս են գալիս փողոց, կամ պարզապես դատարկ թղթով դուրս են գալիս փողոց, որի վրա ոչինչ չկա։ Այնպես որ կներեք, եթե բռնապետություն է, ապա նրանք հնարավորություն պարզապես չէին ունենա բողոքելու ինչ որ բանի դեմ։ Իսկ Եվրամիության լիդերները այնքան միամիտ են ձեր կարծիքով, որ օրինակ գային Հայաստան, չիմանալով, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է։ Իհարկե ոչ, առավել եւս անգամ եթե բռնապետությունների հետ նրանք ստիպված են ինչ-որ հարաբերություններ ունենալ, ապա երբևէ նման հայտարարություններով հանդես չեն գա, որտեղ արձանագրվում է ժողովրդավարության կարևորությունը եւ ժողովրդավարության գործոնը, առասարակ պետության քայլերը արված այդ ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Իհարկե պետք է նշել, որ մենք էլ Եվրամիության համար այսօր այս տարածաշրջանում բավականին կարևոր գործընկեր ենք, պայմանավորված նրանով, որ կապուղիների ապաբլոկավորման համատեքստում մենք դառնում ենք այն ճանապարհների մի մասը, որը ենթադրում է միջին միջանցք ասվածը, այսինքն Ռուսաստանին շրջանցող այն ճանապարհների մի մասը, որը թույլ կտա Կենտրոնական Ասիային կապվել Եվրոպայի հետ առհասարակ Եվրամիության տարբեր երկրների հետ։ Այնպես որ նրանք էլ մեզ իբրև գործընկեր են դիտարկում այս համատեքստում, հաշվի առնելով նաև այնինչ տեղի է ունենում ծովային ճանապարհների հետ, Հորմուզի նեղուցի, Բաբել-Մանդեբի նեղուցի ոչ այնքան այսպես վստահելի լինելու հանգամանքը, բնական է, որ պետք է աշխարհի տարբեր երկրներ դիտարկեն ցամաքային ճանապարհներ, որոնք հնարավորություն կտան նման կրիզիսների կամ նմանատիպ իրավիճակների հետևանքում արագ որոշումներ կայացնել եւ այլընտրանքային ճանապարհներ ունենալ։ Հիմա մենք էլ հայտնվել ենք այն երկրների ցանկում, ինչպես այսօր նշեց Տիկին ֆոն դեր Լայենը, ում աշխարհագրական դիրքը նաեւ իր կարևորությամբ պայմանավորված բավականին հետաքրքիր է Եվրամիության։ Այնպես չի, որ մեզ պարզապես մեր սիրուն աչքերի համար ինչ որ ժեստեր են անում Եվրամիությունից, բնավ։ Այստեղ ինչպես եւ ենթադրվում է, տարբեր պետությունների միջև կամ տարբեր կառույցների միջև վերպետական շահավետ հարաբերությունների հիմք դնելու մասին է խոսքը պարզապես։ Հայաստանի եվրոպական ապագան ինչպես եք տեսնում, վարչապետը արդեն մի քանի անգամ է այն միտքն է հայտնում մի պատասխան հարցին, թե Հայաստանը ինչ հնարավորություններ ունի դառնալու Եվրամիության անդամ, որ մենք փորձում ենք համապատասխանեցնել մեր քաղաքականությունը, ընդհանրապես մեր օրենսդրությունը, մնացած այլ ոլորտները այն ստանդարտներին, որ ունի Եվրամիությունը, եւ երբ կա այդ պահը, որ մենք այդ գործընթացը ավարտենք, Եվրամիությունը ինքը պետք է որոշի, ուզում է ընդլայնվել եւ Հայաստանին ընդունել իր ընտանիք, թե ոչ։ Բայց եթե նույնիսկ չընդունի, մեզ համար արդեն հաղթանակ կլինի այն, որ մենք կարողացել ենք այդ ամեն ինչը համապատասխանեցնել Եվրամիության ստանդարտներին։ Այս հայտարարությունը ինչպես եք գնահատում ու առհասարակ տեսնում եք այդպիսի հնարավորություն, որովհետեւ կան այնպիսի վատատեսական գնահատականներ, որ Հայաստանը երբեք չի կարող դառնալ Եվրամիության անդամ։
անգամ եթե մենք չդառնանք Եվրամիության անդամ, հնարավորությունը Եվրամիության շուկային հասանելիություն ունենալու եւ Եվրամիության հետ գործընկերային ջերմ հարաբերություններ ունենալու արդեն բավականին մեծ գործունեության դաշտ է բացում Հայաստանի Հանրապետության առջև։ Ավելի նույն դիվերսիֆիկացիայի համատեքստում եթե դիտարկենք, կրկին եթե ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն համեմատեմ, քանի դեռ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք եւ չունեինք հասանելիություն այլ շուկաների ռազմատեխնիկական, ապա Ռուսաստանը կարող էր մեզ փաստի առջև կանգնեցնել եւ մեր վճարած գումարի դիմաց մեզ չտրամադրեր զենք, որը մեզ խիստ անհրաժեշտ էր։ Այսօր այդ կախվածությունը 15%, այսինքն Ռուսաստանը այդ կրիտիկական լծակից եւ այդ կախվածությունը Ռուսաստանից կրիտիկական այլևս գոյություն չունի, Ռուսաստանը զրկվել է այդ լծակից։ Հիմա եթե մենք կարողանանք այս առևտրային համատեքստում մոտավորապես նույն բալանսին գալ, այսինքն Ռուսաստանից կախվածությունները կրիտիկական իջեցնենք 10-15%-ին, ապա Ռուսաստանը կզրկվի այս լծակից նույնպես։ Ու քանի դեռ մենք ունենք կրիտիկական ինչ-որ կախվածություններ Ռուսաստանից, ես կարծում եմ Ռուսաստանը շարունակելու է նույն լեզվով մեզ հետ խոսել, բայց երբ որ կհաջողվի այդ կախվածությունները իջեցնել մինիմումի, Ռուսաստանը մեր համար տարածաշրջանում կդառնա բնական գործընկեր, դաշնակից եւ այլն, բայց միայն եւ միայն այդ դեպքում, ճիշտ այնպես ինչպես նույն Ղազախստանի դեպքում է, ճիշտ այնպես ինչպես Ադրբեջանի դեպքում է, ովքեր ինչպես տեսնում ենք նույնպես Եվրամիության հետ բավականին ջերմ եւ մտերիմ հարաբերություններ են այսօր ստեղծում, բայց նրանց ուղղությամբ որևիցե կծու խոսք Ռուսաստանի Դաշնության կողմից չենք լսում։ Ինչու՞, որովհետեւ ոչ Ղազախստանը, ոչ էլ Ադրբեջանը կրիտիկական կախվածություններ Ռուսաստանի Դաշնությունից չունեն, ավելին այսօր Ռուսաստանն է Ղազախստանից խնդրում, որպեսզի իրենց բենզին տրամադրեն, իսկ Ղազախստանն էլ բենզին վաճառելու փոխարեն նշեց, որ չի վաճառի, բայց մարդասիրական օգնության տեքստով բենզին է տրամադրում Ռուսաստանի Դաշնության։ Դա այն դեպքերից է, որ չեմ հիշում երբեն էլ Ռուսաստանին մարդասիրական օգնություն տրամադրել։ Գալով մեր ներքաղաքական իրավիճակին, փաստորեն ընտրությունները ավարտվել են, դեռ սահմանադրական դատարան որոշ ուժեր վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Այսօր Տիկին ֆոն դեր Լայնը նշում էր, որ Հայաստան հաղթեց ժողովրդավարությունը եւ նաեւ Հայաստանի ժողովուրդը մոտավորապես միտք այնպեսին էր, որ ընտրեց եվրոպական ապագան։ Ձեր դիտարկմամբ օրինակ իսկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրելով գործող իշխանություններին կամ փոքր ձայն տալով նաեւ ապրոարևմտյան ուժերին այդ գիտակցումն ունեին, թե Հայաստանը ինչ խնդրի առաջ էր կանգնած ընտրություններից առաջ։ Կարծում եմ այո, ունեին, եւ ես կավելացնեմ, որ ոչ միայն պրոեվրոպական ապագան ընտրեցինք, որը կարելի է առհասարակ պրոարևմտյան թերևս որակել, մենք ընտրեցինք Ռուսաստանից կրիտիկական կախվածություն չունենալու, Ռուսաստանի ետնաբակը չդառնալու, ինքնիշխան, ինքնավար, միավոր լինելու, պետություն լինելու ապագան։ Սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը կարծում եմ հենց սրա օգտին էլ քվեարկել են, որովհետև եթե Ռուսաստանի սատարող քաղաքական ուժերը հաղթանակ տանեին այս ընտրություններում, ապա կարծում եմ շատ կանխատեսելիորեն մենք առնվազն մի քանի տարվա ընթացքում կհայտնվենք Բելարուսի կարգավիճակում կամ շատ ավելի վատ կարգավիճակում, քան այսօր Բելարուսն է, որովհետև կոնկրետ նույն Ռուսաստանի Դաշնությունը կամ նրա ներկայացուցիչները, բազում փորձագետներ վերջին շրջանում հատկապես բազմիցս նշում են, որ Հայաստանը կորցնելու դեպքում իրենք կորցնում են առհասարակ Հարավային Կովկասը, սկսել են քննարկել, թե ինչ կարևոր է նույն թրիփը Թրամփի ուղին խաղաղության եւ բարգավաճման համար, մռմռում են, որ իրենք չստացան հնարավորություն վերահսկելու այդ ճանապարհը, որովհետեւ դրանով նրանք կկարողանային իրենց ազդեցությունը պահել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև կկարողանային երկարաժամկետ համատեքստում պահել ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա, որը ձգտում է նաեւ այս ճանապարհների միջոցով կապվել նույն Եվրամիության հետ, այն նույն ճանապարհների, որոնք ենթադրում են Ռուսաստանի շրջանցում։ Այնինչ Ռուսաստանը այդ դեպքում ստանում էր հնարավորություն եւ հասանելիություն այդ ճանապարհներից առնվազն մի կտորի վրա։ Վտանգավոր չի ամեն դեպքում, որ շուրջ 350,000 մարդ ընտրեց Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին եւ հավաքական իմաստով մոտ 500,000 ձայն ստացավ պրոռուսական ընդդիմությունը Հայաստանում։ Սա պիտի անհանգստացնող լինի առնվազն, բայց այստեղ պետք է դիտարկենք առնվազն մի քանի գործոն, տեսեք։ Ես կարծում եմ շատերը ովքեր ընտրել են Սամվել Կարապետյանին, գոնե, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանին, իբրև այլընտրանք են նրանց դիտարկել ներկայիս իշխանությունը։ Բնական է իշխանությունը բավականին երկար ժամանակ իշխանություն է եղել եւ չեն
կարող դժգոհություններ չլինել։ Սա մեկ, երկրորդ հերթին չենք կարող հաշվի չառնել նույն ընտրակաշառքների հարցը։ Պարզ չի թե ինչ տոկոս է կազմել այստեղ ընտրակաշառքները այն մարդկանց քվեների տեսքով, որոնք որ գնացել եւ ձայն են տվել ձեր նշած ուժերին։ Ընտրակաշառքներից բացի պետք է հասկանալ ինչ հաշվեկշիռ ունեն այստեղ ընտրական туриզմի ջատագով ներկայացուցիչներ, ովքեր եկել են Ռուսաստանի Դաշնությունից կամ այլ վայրերից, որպեսզի քվեարկեն տարբեր քաղաքական ուժերի օգտին։ Եթե այս ամենը հաշվի ենք առնում, կարծում եմ սա բացատրում է առնվազն այն 6-7% շեղումը, որ մենք ի վերջո ունեցանք տարատեսակ հարցումներից, որոնք բոլորը առանց բացառությունների նույն ուղղությամբ էին ընդհանուր ցույց տալիս զարգացումները եւ նաեւ հստակ տալիս են նաև այն տոկոսները, որոնք կարող էին ստանալ տարբեր քաղաքական ուժեր այս ընտրություններում։ Սամվել Կարապետյանի դեպքում էլ է 3-4% տարբերվում նույն հարցումներից, նույն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան Դաշինքի դեպքում էլ է առնվազն 2-3% շեղում տալիս։ Եվ Ծառուկյանի դեպքում հետաքրքիրն այն է, որ Ծառուկյանի դեպքում հավանականությունը շատ ավելի մեծ էր հայտնվելու ազգային ժողովում, քան նույն Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Այնպես որ եթե հաշվի ենք առնում այս բոլոր գործոնները, հա, ընտրակաշառքներ, ընտրական туриզմ, նաև դժգոհություններ, բայց ոչ գաղափարական աջակցություն նույն Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին, որ ես չգիտեմ էլ ինչ գաղափարներով է հանդես գալիս, բացի ռուսական կողմնորոշումից, կարծում եմ կստանանք ընդհանուր պատկերը։ Եվ ամփոփելով ինչ սպասել սահմանադրական դատանից հուլիսի 4-ին Սամվել Կարապետյանն ասում էր, որ եթե Վարդանյանը մի քիչ էլ կհաստա, ինքը վարչապետ կդառնա, դեռ այդպիսի ակնկալիք ունի։ Սա առնվազն վկայում է, որ նրանք բացարձակապես գաղափար չունեն քաղաքական process-ներից, չեն հասկանում, թե ինչ է իրենից ենթադրում ընտրությունների միջոցով գալ իշխանության, իրենց գլխում դեռ այն մոդելն է, որը Հայաստանում առկա էր մինչև 2018 թվականը, այսինքն փողի դիմաց քվե ստանալ եւ այնուհետեւ Հայաստանի Հանրապետությունում իրենց դնել ինչ որ կազմակերպության ղեկավարի տեղ, որը հələ դեռ մի բան էլ երևի մեծ լավություն է անում, որ այդ դերը ստանձնել է եւ ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը։ Սահմանադրական դատանը կարծում եմ հետևելով իհարկե նիստերի ընթացքին չեմ կարծում, որ կչեղարկի ընտրությունների արդյունքները առհասարակ, բայց թե ինչ որոշում կկայացնի նույն վերընտրության հնարավորության համատեքստում չեմ կարող ասել, պիտի սպասենք առաջիկա 2-3 օրերը եւ կարծում եմ արդեն կհասկանանք թե ինչի մասն է խոսքը, բայց դա միևնույն է առանձնապես շատ չի փոխելու պատկերը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանին կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։